Ես իմ ձեռքի տակ ունեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները, սա 2018 թվականից 2023 թվականների ընթացքում աճի ծավալներն են, տեսնում ենք, որ 5 տարվա ընթացքում բազմապատիկ աճել է ապօրինի շրջանառության ծավալները թմրամիջոցների եւ սրա նպատակներից մեկը այս խնդրի լուծման եւ միջոցներից մեկը բաժի խստությունն է եւ դա անհերքելի է որ բաժի խստությունը ունենում է կանխարգելիչ նշանակություն եւ եթե օրինակ տարիներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մարդկանց համար հնարավոր է սա այդքան էլ կանխարգելիչ նշանակություն չունենա, բայց մեր երիտասարդների շրջանում ովքեր նոր են մտնում այս հանցավոր սխեմաների մեջ եւ դրանց համար հետաքրքիր է լինում ապօրինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավվելը, քանի որ կարողանում են հնարավորություն ունեն մեծ գումարներ վաստակել եւ պատիժը նախատեսվում է օրինակ մինչեւ 6 տարի ազատազրկում, դրանց համար կարող լինի նախընտրելի, դրանք մի քանի անգամ եւ այսօր էլ նախընտրելի է, դրանք մի քանի անգամ զբաղվում են ապօրինի թմրամիջոցների շրջանառությամբ, պատրաստվելով, ներմուծելով, առաքելով, վաճառելով, գովազդելով եւ մեծ գումարներ են աշխատում եւ հայտնաբերվելու դեպքում մի մասը տնային կալանքի մեջ է գտնվում եւ իր բաժի մի մասը անցկացնում է տնային կալանքում։